Հարգելի հետևորդներ, ողջույն։ Եթերում Կոմպասուս Մորալիս հաղորդաշարն է։ Մեր հյուրը Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանն է։ Տեր Մարկոս, շնորհակալ ենք մեզ այցելելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հուսով եմ մեր հարցերը մեր հանրության տարբեր շերտերին շատ ավելի կմոտեցնեն իրենց պատասխաններով մեր հոգևոր իրողությանը, մեր առաքելահաստատ եկեղեցուն։ Առաջին հարցը, որ կուզենայի քննարկեինք, Տեր Մարկոս, եկեղեցու անվտանգային, հոգևոր անվտանգային իրողությանը վերաբերող, այսպես ասեմ, համակարգն է։ Արդյոք անալոգս ճիշտ է, թե ոչ։ Ինչպես կա ռազմաքաղաքական բոլոր իրադրություններում ինչ որ հայեցակարգ, համակարգ, նույնը կարելի է կիրառել, մոտարկել նաև հոգևոր տիրույթից։ Եկեղեցին, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին արդյոք ունի հոգևոր անվտանգության կոնցեպտուալ մի համակարգ, եւ արդյոք դա վերափոխման, ստատիկ վերափոխման ենթարկվում է, թե ոչ։ Ինչպիսին է մոտեցումը այս հարցի վերաբերյալ։ Եթե հաշվի առնենք, որ հայ իրականության մեջ մեր հանրության ճնշող մեծամասնությունը քրիստոնյա է, եւ այդ քրիստոնյաների մեջ էլ նաև էլի գերազանց մեծամասնությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, ուրեմն այս մարդկանց հոգևոր անվտանգության հարցը, այո, հայ առաքելական եկեղեցու առաքելության տիրույթում է, եւ այո, եկեղեցին ունի այդ առաքելությունը, բայց մենք ոչ թե դրան տալիս ենք աշխարհիկ կամ քաղաքական տերմինոլոգիայով ենք ասում, որ ռազմաքաղաքական տերմիններով ենք ներկայացնում, այլ ամբողջությամբ հոգևոր իրականության մեջ է այս ամեն ինչ անցալում։ Տեսեք, եկեղեցին ինքը ժողովրդին, հավատացյալ համայնքին առաջնորդող կառույցն է։ Հավատացյալ ժողովրդի հոգևոր խնդիրները լուծող, լուծման ճանապարհները ցույց տվող, վտանգները կանխորոշող, այդ վտանգների դեմ պայքար մղող եւ ժողովրդին ուժեղացնող կառույցն է։ Այսինքն տեսականորեն եկեղեցու առաքելության մեջ այո, մտնում է սա։ Եթե մյուս կողմից հաշվի չառնենք մի կարևոր հանգամանք, որ այսօր ամբողջ աշխարհում է արկա, խոսքը աշխարհիկացման մասին է, հա, մենք ասում ենք, տեսեք, ես էլ իբրև հայ եկեղեցական, հայ քրիստոնյա, Հայաստանում ապրող, ասում եմ, որ այո, մեր ժողովրդի 90 եւ ավելի տոկոսը երիք չի քրիստոնյա է, հետնել հայ առաքելական եկեղեցու զավակը։ Այո, մենք ասում ենք, դե տարբեր ժամանակահատվածներում ինչ որ հարցումներ կան, վիճակագրություն կա, որ հիմա փորձում են մինչև 80 քանիսից իջեցնել, բայց նույնիսկ եթե 80 քանից լինի, էլի ճնշող մեծամասնություն, չնայած ես վերջում տվյալներ տեսա, որ 90 եւ ավելի տոկոս էր։ Ամեն դեպքում հարցը հետեւյալն է։ Այս 90 եւ ավելի տոկոսով քրիստոնյա մեր սիրելի եղբայրներն ու քույրերը, իրենք որքանով են եկեղեցականացած, ոչ թե եկեղեցական դարձած, այլ որքանով է իրենց կյանքը եկեղեցով առաջնորդվում։ Հիմա ես որպես հայ եկեղեցական, հայ քրիստոնյա մարդ, անշուշտ պիտի շատ ուրախ լինեմ եւ ասեմ, որ այո, հրաշալի է, որ 90 եւ ավելի տոկոսով, օքեյ, այդ բոլորը կա, դեմ չեմ, բայց այդ սնապարծությունը մի կողմ թողնելով, հիմա այդ մեծ տոկոս թվից որքան մարդիկ են, որ իսկապես առաջնորդվում են եկեղեցու տված կարգով, կանոնով, կենցաղավարությամբ։ Այստեղ շատ մեծ հարց ունենք։ Եվ սա միայն Հայաստանի մասին չի խոսքը, սա ամբողջ, հիմա օրինակ շատ կրոնական իմաստով շատ միատար է նաև օրինակի համար Ռումինիան։ Հա? Պապուա Նոր Գվինեան։ Իսկապես, իրենք բացառիկ քրիստոնյա երկրներ են, կապ չունի թե որը որ հարանվանությունն է, որ ավանդական եկեղեցին կաթոլիկ են ուղղափառ են, բայց քրիստոնեական աշխարհ։ Բայց հիմա նույնիսկ այդ երկրներում խնդիրը հետեւյալն է. քրիստոնյաների մեծամասնությունը իրենք այլևս մշակութային իմաստով են մնացել քրիստոնյաներ, հա, սովորույթների, մշակույթի զուտ բացառապես հոգևոր իմաստով քրիստոնյաների թիվը մեր երկրում շատ քիչ է, ինչպես եւ բոլոր տեղերում։ Ներողություն եմ խնդրում այստեղ, բա մեր Տեր Մարկոս, կանոնը ո՞րն է, մենք ո՞նց ենք չափում դա։ Կանոնը եկեղեցին շատ վաղուց է տվել։ Ահա։ Քրիստոնյան, քրիստոնեությամբ ապրող մարդը այն մարդն է, որ պատարագին մասնակցում հաղորդություն է ստանում։ Առնվազն սա կարող եմ ասել, հա, մկրտված է, շատ լավ։ Բայց մենք գիտենք, չէ՞, որ մենք
մեր ժողովուրդ գալիս են մկրտվում են, Այո, մեկ էլ տեսնում ենք պսակի ժամանակ, մեկ էլ հետո իրանց երեխեքի մկրտ։ Էլի շնորհակալ ենք, որ գալիս են, Աստված իրեն շատ օրհնի։ Ես սա քննադատությամբ չեմ ուզում ասել, այսինքն ուզում ճիշտ հասկանանք։ Սա ոչ թե փնովելու քննադատության, այլ իրականության աչքերի մեջ նայելու հարց ունենք։ Այս քրիստոնյաները, որ քրիստոնյա են, մեր եկեղեցու զավակներ են, իրենք արդյոք այդ եկեղեցու օրով, այդ եկեղեցու տված պատգամներով, կարգով, կանոնով ապրող մարդիկն են, թե ոչ։ Հիմա պիտի տեսնենք ամբողջ աշխարհում, որ ոչ։ Մեծամասնությունը, նույնը կաթոլիկ աշխարհում, նույնը բողոքականների մոտ է, նույնը ուղղափառների մոտ է։ Այսինքն իրենք ասում են, որ քրիստոնյա են, մկրտվում են այդ եկեղեցում, բայց իրենց ապրած կյանքով այդ եկեղեցու հետ առանձնապես մեծ կապ չունեն։ Կապ ունեն այնքանով, որքանով որ ծնունդի, կնունքի, պսակի, թաղման ժամանակ պիտի գնան քահանա կանչեն։ Էդ էլ շատ շնորհակալ ենք, որ հələ կանչում եք, հա։ Այսպես մի քիչ բանով ասեմ։ Հուսով եմ մեր հաղորդման ֆորմատը մեզ թույլ տալիս է։ Բայց սա ասեմ ու շարունակենք, սա ասեմ ու շարունակենք։ Երբ որ դուք հարցնում եք, թե արդյոք եկեղեցին ունի հոգևոր անվտանգության ռազմավարություն եւ այլ, ես ասում եմ մի հարց է, որ եկեղեցին ունի դա։ Այո։ Եվ մի ուրիշ հարց է, թե այդ անվտանգության, այդ հոգևոր ուղղորդման, այսպես ասած գայդլայնների, այդ բաների ճանապարհային քարտեզով առաջնորդվողները ովքեր են, կան իրենք թե չկան, թե պարզապես անունով ասում ենք, որ մենք այս եկեղեցու զավակ ենք, բայց խաբար չենք, օրինակ, տաղավար տոները 5-ն են, որոնք են դրանք, օրինակ։ Հասկացա։ Հիմա ես մի այլ բան հարցնեմ։ Դուք նշեցիք այդ հարցը, եթե չեմ սխալվում, ավետարանում էլ այդ մասին կա, չէ՞, երբ որ Տեր Հիսուսը հիշատակում է ինձ ով նա չի փրկվի, ով ինձ Տեր կասի միայն։ Այո։ Այսինքն այդ խոսքի վերբալ մակարդակում չի միայն հարցը։ Բայց այստեղ մի փոքր ես կուզենայի ակնարկը այսպեսին լիներ։ Արդյոք նախաձեռնությունը դեպի եկեղեցի, դեպի մեր հենասյուն հոգևոր կառույց կանչելու նախաձեռնությունը պիտի եկեղեցուց չլինի արդյոք։ Այս մերօրյա դուք էլ շատ լավ գիտեք, այս թվային աշխարհում համացանցային իրողության մեջ գայթակղությունները, սպառնալիքները կարծեք թե անթիվ անհամար են, որոնք էլ ամենօրյա ռեժիմով շատանում են։ Այս ամենին հակադրվող, այս ամենի նկատմամբ հակոտնյա կարծիք ունեցող այն իրական հոգևորը պահող կառույցը չպիտի արդյոք ինքը առինքնի կանչի դեպի իրեն։ Հա, շատ լավ եք ասում եւ տեսականորեն ես ձեզ հետ համաձայն եմ։ Այո։ Առաջնահերթ բնականաբար դա եկեղեցու կողմից արվող քայլ պիտի լինի։ Եվ այդպես էլ կա, մեծ հաշվով կա։ Այլ հարց է եկեղեցին արդյոք այդքան ռեսուրս ունի, բավարար ռեսուրս ունի, թե ոչ։ Ես ձեզ պարզ թվեր ասեմ, որ երևի մեր շատ հետևորդներ, մեզ այս հաղորդումը դիտողներ հավանաբար տեղյակ չեն, որովհետև մարդիկ գիտեն, մենք ինչքան քահանա ունենք Հայաստանում։ Ուրեմն Հայաստանում գործող քահանաների թիվը չի գերազանցում, այս վերջին ձեռնադրվածներին էլ եթե հաշվենք, չէ 250-ը չի գերազանցում։ Մենք ամեն կիրակի պատարակ մատուցող Հայաստանում 250 հոգի մարդ չունենք։ Դե հիմա եթե հաշվենք, որ 2 միլիոն, ինչքան ենք, 3 միլիոն, հա, շուրջ, այո, ճոխ թվերով ասենք, 3 միլիոն մարդու դեպքում 250 հոգի պատարականող հոգևորականը, այդ պատկերացնում եք այս ռեզոնանսը, թե ինչ է։ Այսինքն, այո, դուք ճիշտ եք, եւ ես էլ համաձայն եմ, որ առաջնահերթ եկեղեցին պիտի այդ քայլը անի եւ եկեղեցին անում է, բայց այստեղ մենք խնդիր ունենք ռեսուրսների։ Եկեղեցին իր ռեսուրսներով այսօր շատ քիչ ռեսուրս ունի։ Մարդկային իմաստով եմ ես առաջնահերթ ասում։ Դու կարող ես նույնիսկ ֆինանսական կարողությամբ շատ հզոր լինել, չնայած որ այդ առումով էլ կարող եմ ասել, որ եկեղեցին առանձնապես մեծ հզորություններ չունի, բայց դու կարող ես մեծ ֆինանսական կարողությունների տեր ունենալ, բայց մարդիկ չկան։ Քո ծառայող հոգևորականների թիվն է այսօր քիչ։ Դեռ Փառք Աստուծո անկախության շրջանից հետո հոգևորականության թիվը բավական աճել է։ Մինչև այդ էլ ավելի ահավոր վիճակում ենք, բայց խնդիրը հետեւյալն է։ Այդ քայլը անող եկեղեցին ունի արդյոք համապատասխան քանակությամբ հոգևորականներ, որոնք կարող են սպասավորել, որոնք կարող են ծառայել ժողովրդին։ Ես իմ օրինակը բերեմ, թե համացանցով, թե համացանցից դուրս եւ թե ել առավել բուն եկեղեցում ծառայելով, ես ֆիզիկապես 1000 հոգուց ավելի մարդու չեմ կարող հասնել։ Դա նկատի ունեմ դեռ ամիսը 1, 2 ամիսը 1 այդ մարդկանց տեսնելու պարագային։ Ֆիզիկապես չեմ ասել։ Ես պիտի ամեն օր 30 մարդու տեսնեմ, դուք պատկերացնում եք, ես ամեն օր 30 մարդու հոգևոր կարիք կարողանամ հոգալ, զրուցել, իրենց խնամք տանել։ Ուրեմն իսկապես
անհավանական մեծ տարբերություն կա այս թվերի միջև։ Բայց մի ուրիշ կարևոր բան կա, որ ես սրա վրա ուզում եմ շեշտ դնել, ժողովրդի կողմից էլ քայլ պիտի լինի դեպի եկեղեցին, այն իմաստով, որ ժողովրդի ինքն էլ պիտի իր հոգևոր կարիքները, իր հոգևոր պահանջմունքները գոհացնելու համար շարժվի դեպի եկեղեցի։ Տեսեք, շատերը երբեմն ասում են, գալիս ենք մկրտություն ենք անում, պսակ են անում, ոչ մի բառ չեն խոսում մեր հետ, պարզապես պսակում են, կնունք անում են, ճանապարհում են, ոչ բացատրում են, ոչ էլ են։ Երբեմն այսպիսի բաներ լսում ենք։ Ես էլ շատ հակառակ կողմն եմ ասում։ Հարյուրավոր անգամներ լինում է մարդկանց ասում եմ, եկեք մի հատ պսակից առաջ զրուցենք էլի։ Մեկը պատրաստություն պիտի տեսնի, մեկը թամադայի հետ խոսելուն ավելի երկար ժամանակ պիտի տրամադրի, որ մորքուրների, հորքուրների, քերեների, հոպարների անունները ճիշտ տանի չերթականությամբ, բայց քահանայի հետ հանդիպմանը ժամանակ չկա, ուշացած կամ դերեր կարճ մի բան շատ լավ։ Ես երբեմն ծես է լինում, որ գալիս են ասում են կլինի կարճ անես դերեր, ասում եմ կարանք չանենք։ Եթե շատ կարճ եք ուզում, մտեք եկեղեցի ասեմ Աստված օրհնի ձեզ գնացեք։ Այսինքն ժողովրդի կողմից էլ այդ գիտակցությունը եւ շարժումը պիտի լինի, որպեսզի իրենք եւս կարողանան օգնել եկեղեցուն։ Բայց մյուս կողմից ամբողջ աշխարհում այսօր մեծ խնդիր կա այս ծեսերի, լինեն դրանք պսակադրություններ, մկրտություններ, թե այլ արարողություններ, դրանց միայն արտաքին կողմը պահելու եւ ներքին բովանդակությունից հեռանալու մեծ խնդիր կա ամբողջ աշխարհում, որտեղ մարդկանց կրոնական հոգեվոր արժեքները մեծ հաշվով այսօր շատ ավելի երկրորդական դեր են գրավում։ Սա իմ տեսածն է, միգուցե նաև իմ հոգևոր եղբայրներից շատերը չհամաձայնվեն, բայց ես այդ եմ տեսնում։ Իմ անձնական կարծիքն էլ է դա, շատ փոքր կարծիք, փոքր նշանակության կարծիք, բայց այո, ես համաձայն եմ, որ հենց այդպես է։ Այս ամենի նախապատմությունը կուզենայինք իրար հետ քննարկել Տեր Մարկոս, հարցն ինչու՞մն էր։ Ես կրթության ոլորտի մասնագետ եմ, երկար տարիներ կրթության ոլորտում աշխատել եմ, իրավական ակտեր եւ անուններ չտալով իրադրությունը փորձեմ ձևակերպել եւ ձեզնից դիրքորոշում խնդրեմ։ Եվ պարտադիր դասավանդվող առարկայացանկում հանրակրթական դպրոցի կար մեզ բոլորիս հայտնի հայ եկեղեցու պատմություն ուսումնական պարտադիր առարկան, որը վերջին շրջանում դուրս եկավ, մասնակի սկզբից դուրս եկավ, հետո ամբողջովին դուրս եկավ պարտադիր դասավանդվող առարկայացանկից։ Եվ իբրև թե հիմնավորումներով, որ սրանք պետք է ինտեգրված առարկայա ֆորմատի ձևաչափով ներառված լինեն այլ առարկաների մեջ։ Այս ամենի նկատմամբ հայ առաքելական եկեղեցին մի քանի անգամ իր դիրքորոշումը հայտնել է, բայց ավաղ դա այդպես էլ մնացել է, որպես դիրքորոշում, առանց պտուղ, առանց հետևանքների եւ չնայած այն հանգամանքներին, որ կան բոլոր իրավական ակտերը, անգամ օրենք կա։ Բայց այդ իրավական ակտերին ով է նայում այսօր։ Դե ես դրան եմ, բայց ժամանակին նայել են եւ դրանից բխելով առանձնացրել են առարկա, մի առանձին օրենք են գրել Հայաստանի եւ հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին։ Հիմա մեզ հայտնի օրինակներով արդյոք այս ամենը պիտի ինչ որ մի ձև նորից չվերածնվի, վերարտադրվի այդ բովանդակության մեջ։ Միգուցե կապ չունի, անգամ Հիսուս Քրիստոսը այն ամենավերջին խաչի վրա էլ թողություն տվեց, չէ՞, ավազակներից մեկին, նույն պահին, ինչքան ուշանալու հարցը չեմ ուզում ասել, բայց ինչքան շուտ սկսենք մարդկանց գիտակցական պատկերացումների մեջ մեր հոգևոր արժեքները սերմանելու, մեր հոգևոր արժեքները փոխանցելու, այնքան հետագան ավելի հեշտ կլինի։ Հոգևոր անգրագիտությունը բերելու ես դա իմ մոտեցումն է եւ չեմ ուզում այլ երանգ տամ եւ գրեթե այդ երանգի վրա էլ ես դուրս եկա այդ կերատեսչությունից, որ հիմնավորումը ոնց որ թե ինձ էր գալու, որ պիտի առարկայացանկից դուրս սա պիտի որոշման ակտ գրվեր, դա իմ համար չգիտեմ ինչ էր։ Տիգրան ջան, տեսեք, այն որ այդ առարկան դպրոցից չպիտի դուրս գար, կարծում եմ կարիք չկա դրա մասին խոսելու, այո, պետք չէր որ դուրս գար, բայց հիմա բանի Կիկոսի մահվան պատմությունը ունենք այն ինչ ունենք, հարցը հետևյալն է, նույնիսկ ինտեգրման մասով, հիմա ես իմ կարծիքի հետ հարցնեք, ես բարձ ասում եմ, ինտեգրել կարողանալու դեպքում, այո, կարելի էր հասնել հաջողության, բայց այդտեղ շատ մեծ
տրոյական ձիկա կանգնած, որ ինտեգրում ասելով պարզապես թեմաները դատարկվեցին եւ Այո։ ուզում եմ ասել նույնիսկ ինտեգրելու դեպքում, չնայած որ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ոչ, պետք չկա ինտեգրելու, մեզ պետք է որ առարկան մնար, եւ ես էլ եմ համաձայն։ Բայց չարյաց փոքրագույնն եմ ասում, որ նույնիսկ ինտեգրելու դեպքում իմ կարծիքն այն է, որ եթե ցանկություն կար իսկապես փոփոխություն անել դրական իմաստով, որ ել ավելի հեշտ մարսվի, երեխաները առանձին չպատկերացնեն մի կողմից հայոց պատմություն կա, մի կողմից հայոց եկեղեցու պատմություն։ Չէ՞ որ սրանք զուգահեռ են, այդ բացատրությունները ենթադրենք ես ընդունեցի, բայց այդ ինտեգրումը անելու ցանկություն եւ կարողություն է պետք։ Հիմա հարց կար այդ ցանկությունը թե ոչ, ես կարծում եմ չկար։ Կարող էին այդ ինտեգրումը անել, ես կարծում եմ որ չեն կարող եւ չարեցին էլ։ Ինչ կլինի հետո ես կարծում եմ, որ պատմությունը շրջափուլերով է մեզ ներկայանում եւ այս փուլին են հաջորդելու է մի այլ փուլ, որտեղ որ նորից այս առարկան կարևորվելու է, նորից հոգեվոր արժեքները կարևորվելու են, գալու են առաջին պլան, բայց այստեղ մի հատ ուրիշ կարևոր հարց կա։ Մենք այդ ժամանակ արդյոք հիշելու ենք այն նախորդ շրջափուլը, այս փորձությունների որի մեջ հենց հիմա գտնվում ենք։ Ու այդ ժամանակ մենք գործողություններ ձեռնարկելու ենք, որ նորից չհայտնվենք այդպիսի իրավիճակի մեջ։ Այստեղ է խնդիրը։ Մենք այդպիսի իմաստություն կունենանք, մենք հասելով ես միայն եկեղեցականության նկատի չունեմ ժողովրդին առհասարակ մեզ բոլորս մտածող մարդկանց մենք գործողություններ անելու ենք հաշվի առնելով նախորդ դառը փորձառությունը թե պարզապես երբ որ ամեն ինչ խաղաղվի մոռանալու ենք թե ինչ էր եղել եւ սպասելու ենք հերթական ցունամիին փոթորիկին ու մտածենք թե բա հիմա ինչ պիտի անենք հա ես մյուս կողմից հիմա բայց մի ուրիշ հարց էլ ունեմ ես 15-ային տարի դասավանդվել է այս առարկան Այո։ Ես հիմա նաև ժողովրդի տեսանկյունն եմ ուզում հասկանալ, որը ձեզ կարող են պարզապես որպես ռետորական հարց հնչեցնել, եւ թողել արկղ։ Լավ այդքան սերունդ կրթվել է այս առարկայով։ Այս մարդկանց ձայնը ուր է։ Ես այստեղ բազմակետ եմ դնում, հա։ Տարբեր կողմերից կարելի է մոտենալ։ Արդյոք վախեցած են, արդյոք իրականում արժեք չունի, արդյոք չենք կարողացել լավ դասավանդել, արդյոք այն ուժով չենք կարողացել դասավանդել, որ պետք էր, որովհետև ես չեմ կարողանում հասկանալ, այդքան մարդ սովորել է եւ այդքան մարդ իբրև անցել է, չէ՞, այս առարկայի միջով։ Բայց լավ, հիմա իրենցից շատերի երեխաներն են արդեն դպրոց գնում։ Իհարկե։ Ժողովուրդ ինչի ձեն չեք անում բա։ Եվ դա հենց հիմա չեմ ասում, հիմա սա արդեն անցած պատմություն է, բայց այդ թեժ քննարկումների ժամանակ նույնիսկ երբ որ եկեղեցի պետություն այդ հարցերի մեջ կար քննարկվում էր անդադ առարկան հանել չհանել եւ այլ ես անդադ սпасել եմ այդ ժողովրդական արձագանքին ժողովրդի կողմից եկող արձագանքին որը չի եղել սա ինձ մտածելու շատ լուրջ տեղ է տալիս ինչի չկա այս արձագանքը եւ այստեղ բազմակետերը թողնում Ես չնայած կաշկանդվածություն չունեմ Տեր Մարկոս ջան, բայց ինձ թույլ տամ sense մի ձևակերպում անել։ Ես կարծում եմ մեզնից մեր ակնկալիքները շատ են ժողովրդից։ Ես այլ տեղ չտանեմ, ես կարծում եմ մեր բոլոր առումներով, բոլոր։ Երբ որ առաջինը նման տենց նշույլ եղավ, դա իմ համար warning բանի նման sense Երբ որ վեհապար հայրապետի նկատմամբ մի քանի տարի առաջ, շատ 7, եթե չեմ սարմավել, երբ որ անգամ ֆիզիկական ներգործություն եղավ, արդեն իմ համար պարզ էր։ Այդ դա ուր տեղատանելու, ինչ ալինելու եւ այդ պարագայում, երբ որ մենք ասում ենք 90 եւ ավել տոկոսը մեր առաքելակ, այո, բա այս մարդկանց արձագանքը Այո, հիմա ես կուզենայի ես հարցը դիտարկել նաև այլ տեսանկյունից։ Միգուցե մերօրյա այս սոցիալական, շուկայական հարաբերությունները մարդկանց պատկերացումների վրա ավելի մեծ ազդեցություն են թողել։ Կուզենայի հարցը քննարկեինք այսպես այդ գայթակղությունները, թվային, էլեկտրոնային, համացանցային, սրանք եկեղեցին որպես սպառնալիք դիտարկում է Այն հանգամանքը, որ դրա միջոցով եւս ինչ որ հարցեր լուծվում են տարբեր հոգեվոր կայքեջերի, տարբեր լրատվամիջոցների միջոցով հոգեվոր խոսքը ինչ որ չափի եւ մակարդակի տեղ հասնում է հանրությանը, բայց սրան զուգահեռ ես ականատես եմ լինում, ես ինձ տենց հոգեվոր հասունություն չբան չանեմ, բայց որ մի փոքր խորամուխ ենք լինում նաեւ այլ բնույթի հոգեվոր էջերի մեջ, հասկանում ենք, որ այդ շանգլուխը այլ տեղ է թաքնված այնտեղ Ոչ բոլորն են մեր առաքելական եկեղեցու ուսմունքը, վարդապետությունը, դավանաբանությունը տարածում։ Այս տարանջատելու, այս երկվությունը առանձնացնելու եւ այն իրականը որսալու պարագայում
եկեղեցին ինչ որ գործիք ունի, որ համացանցային տիրույթում կարողանա ապահովել ցանկալի արդյունքները։ YouTube-ից օգտվում եք։ Հա, միան։ Այս գովազները սկսել են, չէ՞, ձեզ։ Այո, վերջին շրջանում այո։ Իսկ նկատել եք ինչքան շատ մորմոնների եկեղեցու գովազդ կա։ Իմ մոտ քիչ ա բերել։ Չէ, դեռևս իրանք դեռ փորձարկման շրջանում են։ Հա։ And միասնից թե come to the church. Are you alone in a big city? Come to the church. Մեծ քաղաքում դու մենակ ես, արի եկեղեցու։ Այսինքն, ունեմ ես վերջին օրերի սուրբ պատկերներ, իրենք անշուշտ դեռ լոկալ տեղայնացնելու հարց ունեն բան, հիմա փորձարկման շրջանի մեջ են ամբողջը։ Ես վստահեցնում եմ, որ մի կարճ ժամանակ հետո իրանք շատ արագ ստեղի տարբեր աղանդավորական բաների գովազդները արդեն տեղական բանով կմիացնեն, դա անխուսափելի է, բայց ասածս ինչ է, ես ուր եմ տանում խոսակցությունը։ Հայ առաքելական եկեղեցին մեկն է, իր սահմանափակ ռեսուրսներով, իսկ աղանդները եւ տարբեր հարանվանությունները ծով 65-ից ավել գրանցված մեր մոտ կրոնական կազմակերպություն 65 Եթե սխալվում եմ, կարող են ինձ ուղղել, բայց որքան որ գիտեմ, գոնե մի քանի տարի առաջ այդքան էին։ Եվ այս մարդիկ անշուշտ որ համացանցում շատ ակտիվ են եւ շատ հաճախ այնպես են ներկայանում ամեն կերպ ծածկելով իրենց որտեղից լինելը եւ որտեղից գալը, որովհետեւ մարդը պարզապես ավետարանի խոսք լսելով շարունակի հետևել եւ որից մի օր հետաքրքրվի թե լավ որտեղ այս մարդիկ հավաքում, մի հատ ես էլ գնամ տեսնեմ ինչ է։ Բայց սա մի կողմ թողնելով ես կարող եմ հետևյալը ասել, եկեղեցին ոչ թե համացանցն է տեսնում որպես գայթակղության ինչ որ միջավայր կամ անվտանգության հարց կամ սպառնալիք, այլ մարդկանց գիտակցության մեջ եղած բացերը, որոնք պետք է լրացվեն ու պետք է լրացվեն ոչ միայն եկեղեցու կողմից, այլ նաև պետք է լրացվեն կրթական հաստատությունների կողմից, որովհետև անկախ նայած դու քրիստոնյա ես կամ քրիստոնյա չես, այդ համացանցը քեզ կարող է կուլ տալ ամենատարբեր իր գայթակղություններով, դու պիտի կարողանաս քեզ պաշտպանել այդ տարածքում եւս։ Եկեղեցին այո, փորձում է ակտիվ լինել, ես մեկը ես փորձում եմ ակտիվ լինել, թե Instagram-ում, թե Facebook-ում, որքան որ հնարավոր է, բայց կարող եմ ասել, որ մենք գոյություն ունեցող մի հատ իրականության մեջ ենք, որի դեմ պայքար մղելը, անիմաստ բան է դառնում, ոչ թե պետքա պայքարել, այլ այդ դաշտի մեջ պետքա գործունեություն ծավալել հանուն, ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ ինչ-որ բանի կողմից, հանուն ինչ-որ բանի։ Հիմա համացանցը եկեք բաց չթողնենք իր կոմերցիոն հատվածը, որովհետև մեր ժողովրդի մի ճնշող հատված, մի աստվար մի զանգված մեր ժողովրդից այդ նույն համացանցով գումար են աշխատում այդ մարդիկ։ Գովազդ են անում, վաճառք են անում, փախուստ չկա այս իրականությունից եւ այդ նույն տեղում ոչ միայն ապրանքներ են վաճառում, այլ նաև հոգևոր արժեքներ են հանված վաճառքի։ Բառացիորեն եմ ասում, որտեղ եթե դու մեծ գումարներ ես դնում քո մի տխմար քարոզը, բառացի եմ ասում, մի տխմար քարոզը, որտեղ բավական շատ տեսնում ենք, որ sponsored, դրանց լավ տարածում են, բնական է, որ այստեղ արդեն իրենց դեմ պայքարելու հարց չկա, դու քոնը պիտի կարողանաս այլ ավելի մեծ թափով առաջ տանես ու զարգացնես, որ կարողանաս դիմակայել այդ ամեն ինչին։ Բայց մյուս կողմից ինձ ամենայն անկեղծությամբ համացանցը ոչ այնքան սպառնալիք է իմ ընկալմամբ հոգևոր տեսանկյունից զուտ եկեղեցու քրիստոնեական ընկալման աղանդավորների գործունեության հետ կապված եւ այլ շատ ավելի ինքը խնդիրը մարդկանց մեկ այլ վիրտուալ իրականության մեջ ավելի հաստատուն պահելու, քան այն իրականությունը, որ գոյություն ունի։ Իրական իրականությունից կտրելով մեկ այլ իրականության մաս դարձնելու։ Այստեղ ամենամեծ վտանգը։ Երբ որ դու նայում ես զանգվածաբար տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ ավելի շատ ապրում են վիրտուալ իրականության մեջ, քան թե իրենց հարևանների, իրենց բարեկամների եւ ընկերների հետ։ Եվ այդ վիրտուալ իրականության մեջ ապրող մարդկանց շատ ավելի հեշտ է տանել ամենատարբեր փոփոխությունների, այդ թվում հեղափոխությունների, եւ այդ մարդկանց շատ ավելի հեշտ է մանիպուլացնելը։ Եվ սա միայն Հայաստանի խնդիրը չի, սա ամբողջ աշխարհի խնդիրն է, եւ մենք էլ այդ թվում եւս փոքր երկիր լինելով շատ ավելի հեշտ կառավարող ենք։ Այսինքն ինձ համար խնդիրը առաջնահերթ մարդու կենսագործունեության հետ է կապված։ Ինքը արդյոք ավելի շատ ապրում է վիրտուալ իրականության մեջ, թե այն իրականության մեջ, որը միս ու արյուն ունի, որտեվ ես ընկերներ ունեմ ժամանակ առ ժամանակ WhatsApp-ով զանգում են։ Դերեր ինչպես ես, ինչ կա, ինչ չկա, եւ այլն խոսում եմ, մեկ զանգեցին, երկու ես զանգեցի, երրորդ ասում եմ, բել չեմ խոսում։ Ինչ կա, բա եկեք հանդիպենք։
Եկեք եկեղեցի։ Լավ եկեղեցում չես ուզում, արի գնանք մի սարի գլխին կանենք, իրար տեսնենք, հա, ռեալ շփման, ֆիզիկական կապ պիտի լինի, որովհետև գնալով ամեն ինչ պակասում է, այս իմաստով շփում մարդկանց միջև պակասում է։ Եթե նայեք բոլոր սոցիալական հարթակների, այսպես ասենք, կարգախոսները մարդկանց միջև կապ ստեղծելու հետ է կապված, հա։ Իբրև թե։ Հա, օրինակ Facebook-ին որ ես միշտ հիշում, այնտեղ Contact us, connecting people, հա, միացնելով մարդկանց, ահա, բարև ձեզ, շատ ուժեղ միացրել են մարդկանց։ Այսինքն իրականում թվում է թե մարդկանց իրար հետ կապ ունենալու հնարավորությունը իսկապես ավելի մեծանում է հեռավորության առումով, ժամանակի առումով, դե կոմունիկացիոն հնարավորությունները մեծանում են, բայց այդ կապը երբեք չի փոխարինելու ռեալ իրական այն շփմանը, որով մարդս ապրում է։ Եվ այս առումով ես միշտ ասում եմ, եկեղեցին այն վայրն է, որտեղ մենք կենթանի շփում ունենք միմյանց հետ, ոչ միայն Աստծու հետ։ Մարդիկ գալիս են եկեղեցի կամ պիտի գան եկեղեցի ոչ միայն Աստծուն տեսնելու, աղոթք անելու, ինչը որ այսպես թե այնպես ենթադրելի է, այլ նաև իրար տեսնելու։ Ես չեմ նեղվում, որ նույնիսկ պատարագի ժամանակ ոմանք խոսում են, բզբզում են ինչ-որ բան, լավ է, թող գան, թող խոսեն, բայց այդ մարդիկ շփվեն, հասկանում ես, կապ ունենան իրար հետ։ Վերջապես այս իրականության մասնիկ դառան։ Ինչի մենք երբեք չեն գնա վիրտուալ պատարագների իրականություն, վիրտուալ հաղորդության, հա, օրինակ, որտեվ բանի համավարակի ժամանակ երբ որ եկեղեցիները փակ էին, շատ եկեղեցիներ, բողոքական եկեղեցիներ եղան, որ on-line սկսեցին հաղորդության խորհուրդ իրականացնել եւ ասում էին, որ հիմա վերցնում ենք հացը, վերցրեք, ու մարդկանց տանը անել էին տալիս, իրենց վայրում, այդ մարդիկ իրենց տներում եւ ասում էին, այո, դուք հաղորդություն ստացաք, աբսուրդ։ Խորհրդի իրականացման համար մենք միշտ ասում ենք կենթանի ներկայություն է պետք եւ եկեղեցին երբեք չի դառնա վիրտուալ իրականություն։ Եկեղեցին վիրտուալ իրականության մեջ կշարունակի քարոզել, Աստծո խոսքը տարածել, բայց միշտ կկանչի դեպի եկեղեցի։ Եվ ես ասում եմ, մեր բոլոր հոգևորականներին եմ ասում, իմ ուսանողներին եմ ասում, ինքս ինձ եմ հիշեցնում, բոլոր քարոզները, հոգևոր բոլոր զրույցները, այն ամեն հոգևոր, որ մենք իրականացնում ենք վիրտուալ իրականության մեջ, եթե սրանք միտված չեն, ի վերջո մարդուն բերել իրական կյանք եւ հասցնել եկեղեցի, իրանք դառնում են չարի գործիք, որտեղ իրանք նպաստում են, որ մի հատ Facebook պլանշետի առաջ նստած, Facebook կամ Instagram բացած մեկը նստած մի հատ ամեն գրի եւ այսպես հոգեոր իր բավարարությունը զգա, այս չի, սա չի իրականություն։ Է բարձա որ տասնյակ հազարավոր այդպիսի մարդկանց ոչ միայն հոգեոր, այլ նաև քաղաքական, այլ նաև տնտեսական, մշակութային, ամեն առումով շատ հեշտ կարելի է կառավարել։ Ես այդ մեմ էր դարձել, այն մեկը կար մի հատ հարցազրույցից դրվագ է այդպեսի, այնտեղ խոսում են, հարցում են, որ ինչ կա, ասում ոչ բան էլ չկա, սահմանում ամեն ինչ բան, բայց դու որտե՞ղ, դասում հենց նորը մենտեղից, որտեղից ես բան։ Բանի Facebook-ի դեմից եմ գալիս։ Ու լուրջ ասում է, այս մարդը լուրջ ասում։ Տարեցել մարդը, հա, ասում Facebook-ի հիշեցիք, չէ։ Ասում Facebook-ի դեմից եմ գալիս։ Եվ սա իրականություն է։ Այո։ Դա իրականություն թվում է, որ այդպես է, հա, իրան։ ես չեմ հիշում ինքը ասում էր կռիվ կա, թե չկա։ Չէ, լարվածության բանի մասն է։ Հա, բայց ինքը ասում էր, որ որտեղից գիտես, դա ասում անտեղից եմ գալիս, ասում որտեղից, Facebook-ի դեմից։ Հա։ Okay, եթե այդ Facebook-ի դեմից եկողները շատացան, իսկ հիմա իրանք քիչ չեն, ինչ ուզեն անելու են։ Եթե չեմ սխալվում, այսպեսի մի օրինակ բերեմ, իմ ընկերներից մեկը, ես չեմ եղել, Պորտուգալիայում կաթոլիկ եկեղեցում համավարակի նախորդող շրջանում էր, թե հիմա էլ կա ոնց որ թե երբ որ մեր մոտ այլ ավանդույթը մոմ վառելը այդ ամբողջ պրոցեդուրան իրենց մոտ ցենտ են գցում կամ եվրո այդ հիմա էլ կա այդ չափի լույս է վառվում ես պատմեցին չհավատացի մի քիչ էլ հետը վիճեցի որ այդ ինչ օրինակ էս վերում կատակով անգամ չէ արևմտյան իրականության մեջ կա այդպեսի բան բայց դա դեռ ուրիշ է դրա բաներից մեկն է ինքը նվիրատվության իմաստն ունի որ իբրև նվիրատվություն է սանում իրենք էլ ասում են որ բնապահպանական կողմից էլ տեսանկյունից էլ մենք ավելի լավ վիճակում ենք մոմ չենք վառում բան չենք անում մի հատ լույս ենք վառում դա էլ եղավ ձեր նվիրատվությունը հա բայց մենք մեր արևմտյան թեմերից մեկի պաշտոնական կայքեջի մեջ ունեինք այտենց on-line մոմ վառելու տարբերակ ունեինք բայց դրա իմաստը նվիրատվություն անելն էր որը մեջ վատ բան չեմ տեսնում բայց իմ ասածը այն է որ երբեք չպիտի այնքան շատ լինի քո վիրտուալ կյանքի չափաբաժինը իրական կյանքի հետ համատած, որ դու ինչ ասեմ, տեսնես որ 60 ընդեղ ես, 40 էստեղ, 70, 30 վերցրեք հեռախոսների մեջ ժամերը նայեք, մարդիկ ինչքան ժամանակ են անցկացնում,
թերթելով, ինչ որ reel scroll անելով, անդադար թերթելով։ Սարսափը այդտեղ է։ Այստեղ է որ եկեղեցին խնդիրը տեսնում է։ Թե ոչ թե որ այնտեղ միայն աղանդավորական քարոշչություն չլինի։ Ենթադրենք չկա այնտեղ բացարձակ աղանդավորական քարոշչություն։ Փակել ենք այդ հարցը։ Okay ամեն ինչ, իհարկե ոչ։ Մարդը իր գիտակցական կյանքը, իր ընկալումները, աշխարհի մասին իր պատկերացումները, իր երկրում տեղի ունեցողի մասին իր պատկերացումները քաղում է սոցիալական ցանցերից։ Մարդիկ զահլա չեն անում ֆիլմ նայել։ Նայեք դեռահասներին ժամ ու կեսանոց ֆիլմ դնես, ոնց որ ցեց մտնի մեջն, չեն կարողանում նստել, որովհետև մի րոպե է մաքսիմում 30 վայրկյան, որ այդ ռիլը պիտի տևի, իսկ ֆիլմ նայես մի ամբողջ հասկանաս ինչ, այսինքն այս կարգի այստեղ է վտանգը, սպառնալիքը այստեղ է։ Իհարկե։ Ձեր նշածը նաև կարելի է, այսպես ասեմ, ինտերպրետացիա անել նաև մյուս հարցերի։ Ես կարող եմ մի փոքր ինձ որպես օրինակ ներկայացնել, Տեր Մարկոս, ժամանակին շատ ավելի երկար գրքեր էի կարդում, հաստափոր, բայց հիմա այդպես չի։ Ձեր նախատինքը նաև ինձ է վերաբերում իհարկե։ Կարճ, շատ կարճ բաների, այդ sense ֆրազներով, դևիզներով, կարճ ինչ-որ կոչերով առաջնորդվող ինչ-որ բան ենք դարձել, երևի դա այդ արտաքին ազդեցության հետևանքն է, բայց ոչ չարամտորեն։ Սենց ինչ-որ բանի հետևանքով հղկվում, սենց կոր դառնում ենք ինչ-որ մի բան, որն այսպեսին ենք։ Ես մի մեր ընկերներից մեկը շատ sense արմատական, ավանդական մտածողության տեր մարդ, ասեց արդեն վախում եմ հետո ինչ կդառնամ, որ նայում եմ այն մարդկանց, ովքեր այդպեսին էին, sense հիմա հարցը դրանում է, էլի, որևէ բանից մենք պաշտպանված չենք, չէ՞։ Կարա այն ամենա այդպեսի մի խոսք կա, չէ՞, ամեն մի մեղավոր ունի իր ապագան, չգիտենք ինչ կդառնա։ Ամեն մի հոգևորական ունի իր անցյալը։ Այսինքն մենք պիտի կարող եմ մի փոքր խմբագրած եմ ասում իմ կողմից, բայց ուզում եմ ասեմ, այդ մտավախությունը կա։ Իմ ընկերների շրջանակում կա դա։ Արևելյան թե արևմտյան թեմերից մեկի մասին խոսեցիք, Տեր Մարկոս։ Ես կուզենայի երկար ժամանակ է, ասեմ, որ մենք պլանավորում էինք մեր հանդիպումը, Փառք Տիրոջը ստացվեց, բայց մի հարց կար, որ ինձ խնդրել են ձեզ ուղեմ։ Բովանդակային շարունակությունը միգուցե թեմայի չլինի, բայց այդուհանդերձ մեր առաքելական եկեղեցու գործունեության շրջանակին վերաբերող հարց է։ Մեր ամենայն հայոց կաթողիկոսը համաձայն վիրապետական կարգերի, համաձայն կոնդակների ինքը իրականացնում է թեմակալ առաջնորդների նշանակումները։ Ճիշտ եմ, ինչ ընթացակարգերով ներքին նշանակումներն իրականացնում է։ Մենք արդյոք ունենք այնպիսի թեմեր, որտեղ որ գործունեություն են հոգևոր առաքելական մեր գործունեություն են իրականացնում եւ վեհապար հայրապետի նշանակած կարգած թեմակալ առաջնորդները եւ նույն տարածաշրջանում նաեւ Արամ առաջինի կողմից նշանակվածները։ Ես վիճել եմ մեր ընկերներից մեկ քանիսի հետ, ես ասել եմ, չի կարա լինի։ Արամ առաջինը, այո, մենք ունենք մի ամենայն հայոց կաթողիկոս։ Նա ինքն էլ է կաթողիկոս, բայց այդուհանդերձ Մեծիտանը Գիլերգիո կաթողիկոս։ Այո, նա, այո, ամենայն հայոց չի։ Միանշանակ։ Այո, հիմա դա պատկերացումների ընկալման տեսանկյունից բանավեճի հիմք է դարձել։ Չէ, բացարձակ բանավեճի հասկացման կա պարզ իրականություն, որը ընդունված է եւ Մայրաթորի կողմից եւ Անտիլիասի կողմից։ Այո, կան երկրներ, օրինակ Կանադան։ Այո, եւ հենց Կանադայի մասին է խոսքը, ձեզ անկեղծ Ամերիկայի արևմտյան կամ արևելյան թեմերը, որտեղ Էջմիածնի թեմերին զուգահեռ կան նաեւ անտիլիասական թեմեր։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ Անտիլիասի աթոռը կա։ Սսի աթոռը, հաջորդականությամբ Անտիլիասը, հիմա Անտիլիասը իբրև բան եւ պատմական անցյալ ունի, այնպես չի, որ 3 առաջի օրն է հիմնադրվել։ Եվ այո, տարբեր երկրներում կան, իրենք եւս թեմեր ունեն։ Եվ բնական է Անտիլիասի թեմի առաջնորդը նշանակվում է Արամ առաջին կաթողիկոսի կողմից։ Եվ ինքը չի նշանակվում ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, որտեղ նվիրապետական կառուցվածքի մեջ ինքը ենթակա չի Էջմիածնին, ինքը Մայրաթորի միաբան չի։ Բայց ես պիտի ասեմ շարունակությունը, որ հավատացնում եմ ձեզ, թե Կանադայում, թե Ամերիկայի արևմտյան եւ արևելյան թեմերում մեր
Անտիլիասի եւ Էջմիածնի թեմերի միջև խնդիր չկա։ Որտեւ ի վերջո դրանք նույն եկեղեցու կառույցներն են։ Այո, պատմականորեն այնպես է ձևավորվել, որ մենք ունենք այս առանձին կառույցները։ Երանի չունենայինք, Երանի պատմությունը ստիպած չլիներ, որ մենք Անտիլիասում եւս կաթողիկոս ունենայինք, Երուսաղեմում պատրիարք ունենայինք, Պորսում պատրիարք ունենայինք։ Ժամանակ է եղել մինչև 5-6 կաթողիկոսություն, այսինքն, բայց ելի եմ ասում, Երանի պատմությունը բերած չլիներ մեզ այդ պարտադրանքի առաջ չկանգնեցներ կամ մարդիկ իրենց ամբիցիաներից ելնելով չհասնեին դրան։ Բայց սրանք պատմական հարցեր են։ Հիմա իրականությունը հետեւյալն է, մենք ունենք այս կառույցները, բայց սրանք բոլորը իրենց նվիրապետությամբ, դավանանքով, հավատքով, իրենց ամեն ինչով, ծիսական կյանքով, ամեն առումով իրենք նույն, բացառապես նույն եկեղեցին են։ Այո, երբեմն կարող ես տեսնել, որ այս մեկը կասի հասա անտիլիասական, անա էջմիածնական, այս մեկը, բայց դրանք փոքր բաներ են գլոբալ իմաստով, որքան որ ինձ է հայտնի, որտեղ ես բոլոր թեմերից տեղեկություն բնականաբար չունեմ, բայց որքան որ ինձ է հայտնի, բոլոր այս թեմերում այս կառույցները շատ համերաշխ իրար հետ գործում են։ Եվ ես ձեզ ասեմ ավելին, հիմա ցավալիորեն Ամերիկայում մեր ժողովրդի քանակը այնքան շատ է, որ այնտեղ հա, այդ թեմերի երկու քանակով հոգևորական է լինի, միևնույնն է, էլի չենք հասցնում։ Այսինքն իրականում այստեղ ես միշտ ասում եմ, որ դուրս գնացող մեր քահանաներին էլ եմ ասում, որ երբեք այդ բանը մի ունեցեք, որ հակառակությամբ կամ թշնամանքի հայացքով պետք չկա նայելու իրար, այլ նույն առաքելությունը շարունակելու հարց կա, որտեղ նույն Անտիլիասը էլի Հայաստանի մասին մտածող կառույց է, էլի հայ մնալու, լեզուն պահպանելու եւ իրենք էլ բավական լավ գործ են անում։ Այսինքն ել եմ ասում, Երանի իդեալիստական բառով, Երանի չունենայինք այս իրականությունը եւ լիներ մեկ ամենայն հայոց կաթողիկոս, բայց հիմա սա էլի որ ասում եմ, ես ինձ հոգուս խորքում գիտեմ, որ անտիլիասական իմ շատ եղբայրներ գնային, ասեն, Տեր Մարկոսի ինչ սա մեզի ինչ կսես, բայց խնդիրը այն չի, որ ես իրանց չեմ սիրում կամ իրանց վատն եմ կամենում, չէ, հայ եկեղեցու մասին է խոսքը։ Բայց պատմությունը այսպես է մեզ դասավորել, մենք խնդիր ունենք պարզապես իրար հետ համերաշխ այդ ծառայությունը շարունակելու։ Հասկանալի։ Ես այստեղ բացարձակ հարց չեմ տեսնում։ Այո, եթե շատ հեռուն գնանք, հա, մի փոքր ավելի թեման թեժացնելու լինենք, թեմայից շատ ավելի տեղյակները կարող են ասել, այդ երեր ոնց կլինի, որ հիմա տեղ կա, որ Անտիլիասը թեմ չունի, մեկ էլ տեսնում ես, հոп, գնաց այնտեղ թեմ հիմնելու։ Էս ինչ կասես։ Ну, այդ խնդիրների մեջ արդեն ես չեմ մտնի, որովհետեւ Տեր Մարկոս սրա պատասխանատուն չի։ Բայց կարծեք թե Հյուսիսային Ամերիկայում այդ բանը կա, հա։ Երկուսն էլ կան, բայց իրար հետ շատ հաշտ, համերաշխ։ Կարևորը դա է։ Հա, որովհետեւ երբ որ օրինակ պետության հետ որևէ հարց է լինում, ինչ որ միջոցառման մասնակցելու եւ այլն, բոլորը միասին շատ համերաշխ ներկայացնում են մեկ ժողովրդի եւ մեկ եկեղեցու, անկախ տարբեր նվիրապետական ուրեմն կառուցվածք ունենալուց։ Հա, հիմա պարզաբանումը ստացա, շնորհակալ եմ։ Իրենք նույնն են, նվիրապետական տարբեր կառուցվածք էլ չի, իրական տարբեր նվիրապետական աթոռներ կամ գահեր են, այսպես ասենք, բայց իրենք նույնն են, նույնիսկ կառուցվածքով, ծեսով, ամեն ինչով նույնն են։ Միգուցե սխալվում եմ, բայց ասեցին, որ հագուստի առումով ինչ որ շատ կարող են որոշ սովորությունների մեջ տարբերություններ լինեն, բայց այդտեղ խնդիր չկա։ Հասկանալի է։ Եվ կուզենայի եւս մի հարցի շուրջ քննարկումը ծավալեինք։ Տեսեք, մերօրյա ժամանակահատվածում եկեղեցին բազմաթիվ սպառնալիք կարող եմ օգտագործել արշավների կամ խնդիրների առաջ է կանգնում, ոնց որ բոլոր ժամանակներում։ Ես կուզենայի այն հավաստիացումը ձեզնից ստանալ։ Միշտ ենք ամեն ապրած ժամանակահատված համարել փորձություն եւ միշտ են եղել նման սպառնալիքները եկեղեցու հանդեպ, որովհետեւ ես որ փոքր էի դպրոցահասակ տարիքում ես կարծում էի, որ եւ ես մի փոքր ես մի քիչ վատ բառ օգտագործեմ, ընդվզում էի մեծահասակների դեմ, որ մեզ էս ինչ իրողություն է մնացել։ Հիմա գնալով որ մեծանում ենք, կարծեք թե մենք ավելի ծանր բեռ ենք թողում մեր ժառանգների վրա։ Այդ թվում եկեղեցու դեմ պայքարի մեծ ավելի ծավալը առկա լինում, ոչ միայն ներհայաստանյան, համընդհանուր եկեղեցական տիրույթի, քան արկա է։ Այսպեսա թե այսպես չի։ Պայքարը եկեղեցու դեմ ամեն շրջափուլ ինքն իրենով յուրահատուկ է եղել, թե նման օրինակ դեպքերը քիչ են եղել եւ սա դիտարկենք կանոնից դուրս որպես։ Ձեր հարցի մեջ պատասխանն էլ կար մեծ հաշվով, բայց ես ուզում եմ մի քիչ ավելի հեռվից գալ։ Խնդրեմ, բայց սիրով։ Հայրեր, որդիներ եւ այս սերունդը
մյուս սերունդին, որ երբեմն մենք էլ խոսում ենք, չէ, հելնա ես ինչ սերունդ է գալիս, բան, ես ինչ արժեքներ են եւ ուրեմն Եգիպտոսում 2000 տարի առաջվա նամակագրություն են գտել կավե սալերի վրա մի առևտրական իր գոլեգային նամակագրում եւ փնովում է իրան ժամանակվա երիտասարդությանը, որ ամեն ժամանակ ասած էր ու իսկապես ասին դա բոլոր ժամանակներում մարդիկ միշտ խնդիր ունեցել են, որ փոփոխություններ են եւ այլն։ Եվ փորձություններն էլ եկեղեցու առաջ ամեն ժամանակաշրջան դրանց պակաս չի եղել։ Միշտ էլ փորձություններ եղել են։ Մխիթարում եք մեզ։ Չեմ մխիթարում։ Տեսեք, շատ լավ, այսօր մեծ փորձությունների առաջ է, չէ՞, եկեղեցին։ Դա ես ասեմ կամ չասեմ, այո, այդպես է։ Փաստացի է այդպես է։ Գրանք 20-րդ դարի սկիզբը։ Երբ որ պարզապես Հրազդանի շրջանի այսինչ գյուղի քահանան, փաստերով վավերագրություն, փաստավավերագրական բոլոր բաները կան, փաստաթղթերը կան, աղբյուրները կան։ Ցորենի իր արտից այսքան հեկտարից այսքան ցորեն չտալու պատճառով գնդակահարվել է։ Աքսորվել կամ գնդակահարվել է։ Հիմա մեկը ինձ կարող է ասել, գիտեք, այն ժամանակ գոնե գիտեին, որ այսպիսի հարց կա, թշնամի էր, բան, միանգամից այսպիսի հարց կար, բայց հիմա այդ ժամանակ ուրեմն շատ տարբեր ժամանակներ ենք ապրել ու ամեն մեկը իր դրսևորումն ունի։ Այնպես չի, որ հիմա վատթարագույն ժամանակներն ենք ապրում եւ կամ սրանից հետո ավելի վատա լինելու։ Չեն կարող ասել։ Ես ուղղակի գիտեմ, որ ամեն ժամանակ եկեղեցին իր փորձությունները ունեցել է։ Սրանք էլ փորձություններ են այս ժամանակները իրենց դրսևորումներով կանցնի կգնա, բայց գլխավոր հարցը մնում է հետեւյալը. եկեղեցին ինչ ունի անելու այս ամենի մեջ։ Ինձ շատ ավելի սա է հետաքրքրում եւ ներսում, երբ որ ես իմ եղբայրների հետ քննարկումներ ունեմ եւ այլ, ես շատ ավելի եկեղեցու հզորացման մասին եմ մտածում եւ խոսում եւ աղոթում եւ գործում եմ դրա համար եւ ոչ թե ընդդեմ ինչ որ մեկի, որովհետեւ ինչ որ մեկը ի վերջո փոշի է դառնալու գնալու է։ Ես էլ հետը, բայց եթե կարող եմ այս կառույցի մեջ որևէ բան ավելի ուժեղացնել, հզորացնել, ավելի ապահով դարձնել, իմ նպատակը եւ առաքելությունը սա է։ Հետ գնացեք, ինչքան ուզում եք հետ գնացեք, մինչեւ լուսավորչի օրերը, մինչեւ Թադեոս եւ Բարտողիմեոս առաքյալներ։ Ամեն ժամանակ իր փորձությունն ունեցել է։ Պարզապես հիմա, քանի որ նաեւ լրատվական դաշտն է շատ ավելի մեր կյանքում մեծ տեղ գրավում, այստեղ նաեւ այդ ամեն ինչի հանրահրճակման process-ն ավելի մեծ թափով արվում, դրա համար երբեմն մտածում ես, որ այս թափով այսքան բան երբ չէ եղել է, ինչի՞ չէ, միշտ էլ եղել է։ Եվ եկեղեցու համար սրանք, եթե ոմանք կան, որ կարծում են, թե եկեղեցին պիտի sense խառնվեր, զարմանար, թե այ, այս ինչ են անում մեր հետ եւ այլ, եկեղեցին սովոր է այս ամենին։ Անշուշտ երբեք եկեղեցին դրական կամ ինչպես ասեմ, բանի հայացքով չի նայել, սովորական հայացքով չի նայելու այս փորձությունները, դե չի ասել, լավ, դե հիմա անում են։ Չէ, մեզ համար ցավ է, շատ ցավ է այս ամեն ինչը։ Բայց այն որ եկեղեցին ներսում իմունիտետ ունի այս ամեն ինչի դեմ, ժամանակը ցույց կտա, բոլորն էլ կհամոզվեն դրանում։ Շատ շնորհակալ եմ Տեր Մարկո, շնորհակալ եմ մեզ այցելելու, ձեր անգին խորհուրդներով, մտքերով մեր հետ կիսվելու համար։ Կարծում եմ այդքան անգին էր, բայց անկեղծ էր։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, եթերում Կոմպասուս Մորալիս հաղորդաշարներ, մեր հյուրը Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանն էր։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար, կհանդիպենք հաջորդ շաբաթ։